Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Պարոն Համբարյան, ընտրություններից Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից մի քանի օր անց, շուրջ 5 օր անց, հստակություն չկա, թե ով է ստանձնում Գյումրու կառավարման ղեկը, ինչ իրավիճակ է հիմա Գյումրիում։ Դե բոլորը սպասում են, թե ինչ պետք է պատասխանի Մարդուն Գրիգորյանը, որովհետև այս պայթրությամբ, որքան մենք բոլորս գիտենք, նրա պատասխանին են բոլորը սպասում, ինքն էլ որքան գիտեմ, 2 օր առաջ հայտարարեց, որ մինչև ամսի 15-ը ունի ժամանակ եւ անպայման իր կարծիքը կհայտնի։ Դե հիմա չնայած այն հանգամանքին, որ պարոն Գրիգորյանը հայտարարել է, որ ինքը մինչև ամսի 15-ը կհայտարարի, բայց դուք ինքներդ տեսնում եք, որ շատ գյումրեցիներ, մենակ գյումրեցիներ չէ, նաև հայաստանցիներ, բազմաթիվ մարդիկ շտաբեցնում են, փորձում են օր առաջ իմանալ պարոն Գրիգորյանի կարծիքը կապված ապագա կառավարման հետ, դե հիմա դեռ սպասողական վիճակում են, տարբեր վերլուծություններ կան, տարբեր կարծիքներ են հայտնում այդ ամեն ինչի վերաբերյալ, տեսենք ինչ կլինի։ Ըստ ձեզ Մարտուն Գրիգորյանի հապաղման պատճառը ո՞րն է, քաղաքական տարաձայնությունները, թե այնուհանդերձ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած խնդիրները։ Ինձ թվում է եւ առաջինը եւ երկրորդը, երկուսն էլ կան այդ ամեն ինչի մեջ, ամեն դեպքում ես որքան հասկանում եմ, Մարդուն Գրիգորյանը ենթադրաբար սպասում է, որ իր շուրջ պետք է լիներ կոնսոլիդացիա, բայց խնդիրը նրանում է, որ ընտրություններից օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ պայման առաջադրեց, որ եթե ինքը ընդդիմադիրների մեջ առաջին է, բոլորը թող միանան իրեն, իսկ եթե ինքը ընդդիմադիրների մեջ երկրորդն է կամ երրորդն է, ինքը պատրաստ է մյուսներին միանալ։ Հիմա այստեղ խնդիրը հետևյալն է, որ նույն Մարդուն Գրիգորյանը մտնելով այս պայքարի մեջ շատ լավ պետք է հասկանար, որ տարբեր ուրեմն արդյունքների հետ կապված տարբեր ուրեմն այսպես ասած հետևանքներից ինքը պետք է նաև հաշվի առներ, որ այսպիսի խնդիր էլ կարող է առաջանալ եւ ավելի շատ ինքը պետք է քաղաքական որպես գործիչ մտածի, գիտեք ինձ ինչն է այս պահին զարմացնում, կան չէ այն արևմտամետ քաղաքական գործիչներ, ովքեր ամեն ինչ լսելուց հետո ասում են մենք դիմում ենք իրավաբաններին, մենք դիմում ենք ուրեմն դատարան։ Հիմա ես նկատում եմ, որ այդ մասան սկսել է գողականության դասեր տալ եւ համոզել այդ գողականության դասերի արդյունքում Մարդուն Գրիգորյանին, որ այ եթե դու գնաս օրինակի համար համագործակցես Վարդան Ղուկասյանի հետ, դա լավ տղություն չի լինի, հետաքրքիր է իրենք, որ այդ լավ տղությունից խոսում են, իրանք իրանց կեղտոտ անցյալը ու խայտարակներ կան, հիշում եք, թե իրենք ինչերի են ընդունակ մարդկանց բերանը փակելու եւ այս իշխանություններին ծառայելու պահով։ Այնպես որ այստեղ խնդիրը հետեւյալն է, որ ես գտնում եմ, որ շատ դեպքերում նույն Մարդուն Գրիգորյանը պետք է այս պայքարի մեջ մտնելուց շատ լավ գիտակցեր, որ այս վարիանտն էլ կա եւ իր անձնականն էլ կարող է խանգարի այդ ամեն ինչին, այնպես որ ամեն դեպքում սա զուտ թիմ ընտրություն չէր, հարգելի Նարեկ, որովհետեւ գործընթացները ցույց տվեցին, որ բացի Նիկոլ Փաշինյանից ամբողջ քայլիստական վերնախավը Գյումրիում է եղել 2-ից 3 օր։ Իրանք դրանով ցույց տվեցին, որ սա քաղաքապետի զուտ ընտրություն չէ։ Եվ հիմա էլ տեղի ունեցող գործընթացները ինձ համար ցույց է տալիս, որ այստեղ միայն քաղաքապետի հարց չի լուծվում, այստեղ ավելի գլոբալ հարցեր են լուծվում եւ այդ հարցերի հետևում կանգնած են ավելի մեծ ուժեր, քան նույն Վարդան Ղուկասյանը կամ Մարդուն Գրիգորյանը։ Դրան դեռ կանրադառնանք, բայց ըստ ձեզ Գրիգորյանի իմիջի վրա ինչպես կանրադառնա Վարդան Ղուկասյանին ցուցաբերած օգնությունը։ Բայց դուք ինչ եք մենակ դիտարկում Վարդան Ղուկասյանին ցուցաբերած օգնությունը։ Դուք այստեղ նաև անդրադարձեք, թե հագարակ պարագայում ինչ կլինի։ Օրինակ, եթե Մարդուն Գրիգորյանը
տեխնացություն տնի ու իր տեխնացությունը պաշտպանեն միայն իր 6 ավագանիները եւ քպականները։ Մենք պետք է այդ տեսակետներից նաև դիտարկենք, որովհետև միակողմանի պետք չէ դիտարկել։ Խնդիրը հետևյալն է։ Ես էլի եմ կրկնում, եթե Մարդուն Գրիգորյանը ընդդիմադիրների մեջ գրավեր առաջին տեղը, նույն վիճակում կհայտնվեր Վարդան Ղուկասյանը, բայց Վարդան Ղուկասյանը շատ հեռատես գտնվեց, ինքը շատ լավ գիտեր, որ ինքը առաջին տեղն է գրավելու, իսկ բոլոր սոցիոլոգիական հարցումների եւ քայլցիով կատարելով հայտարարեց, որ ինքը պատրաստ է միանալ այն ընդդիմադիր տեխնազույն, ով ուրեմն գրավի առաջի տեղը։ Սկսենք այստեղից։ Երկրորդը, հիմա բերեք նայենք թե ինչ կլինի ձեր ասածի պես Մարդուն Գրիգորյանի իմիջի հետ, եթե ինքը սատարի Վարդան Ղուկասյանին, եւ ինչ կլինի, եթե իրեն սատարեն քայլիստները։ Այս երկուսը իրար կողքի դնելով նժարի վրա, դուք կտեսնեք, որ Մարդուն Գրիգորյանը ավելի վատթարագույն վիճակի մեջ կհայտնվի, եթե իրեն օգնեն քայլիստները, քան ինքը օգնի ուրեմն քաղաքապետ դառնալու նույն ուրեմն Վարդան Ղուկասյանին։ Իդեպ Վարդան Ղուկասյանին օգնելու ձևաչափերն էլ կարող են տարբեր լինել։ Ինքը կարող է Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա մտնել, պաշտոններ ստանալ փոխքաղաքապետի, վարչության պետերի եւ այլն եւ այլն։ Ինքը կարող է ընդհանրապես հայտարարել, որ սատարում է միայն Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու գործում եւ չի կիսում նրա հետ ուրեմն իշխանությունը, որովհետեւ գտնում է, որ ինքը ճանապարհ չունի անցնելու այդ անձի հետ։ Խնդիրը նաև այդ է։ Բայց մենք մի բան էլ ունենք, դրվագ էլ ունենք, Մարդուն Գրիգորյանը նախընտրական շրջանում չի ասել, որ ես միանալու եմ որևէ ընդդիմադիր ուժի։ Չէ, ես չասեցի, որ ինքը միանալու է որևիցե ընդդիմադիր ուժի, բայց Մարդուն Գրիգորյանը լինելով ընդդիմադիր, Մարդուն Գրիգորյանը հայտարարելով, որ որևիցե ձևաչափով ինքը նպատակ չունի համագործակցելու քայլիստների հետ, հիմա ինչ, այսինքն դուք գտնում եք, որ նորմալ է, երբ որ ընդդիմադիր Մարդուն Գրիգորյանին կողմ են քվեարկում քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար քայլիստները։ Ինձ համար դա անընդունելի է։ Բոլոր ձևաչափերով քայլիստների կողմ քվեարկելը, ինչ որ մեկին հարցը Մարդուն Գրիգորյանը չէ։ Հարցը գլոբալ է։ Եթե քայլիստները օգնում են ինչ որ մեկին, ուրեմն իրենք շահ ունեն։ Անհնար է, որ իրենք շահ չունենան։ Այս պահին իրենք պարտված են 63-ը ընդդեմ 37-ի, ինչ ուզում են ասեն, ասենք, լսում ես, մեկ էլ ասում են, մենք հաղթել ենք, որովհետև մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել, հետո ասենք հաղթել եք ձեր կարծիքով։ Այսինքն դուք ասում եք մենք 50%-ից ավելը կհավաքենք, հետո Սարիգը ասում էր վաղը կգաք ինձ կշնորհավորեք, որտեղ ես պարզ մեծամասնությունն եմ ստանալու եւ հավաքելու եմ այնքան ձայներ, որ միանձնյա կառավարեմ քաղաքը, հաջորդ օրը ստանում եք մոտ 37% ձայներ, հետո ասում եք մենք հաղթեցինք, եթե քայլիստները սա համարում են հաղթանակ, այդ իրենց խնդիրն է, բայց իրենք հիմա են պարտված։ Վաղը մյուս օր ոտքերները տեղը բռնեց, ամեն ինչ անելու են, որպեսզի իրենք զավթեն իշխանությունը այս քաղաքում։ Լավ, նույնիսկ ես իմացել եմ լուրեր Գյումրիում, որ քայլիստներն ասել են, որ մենք կողմ ենք քվեարկել Մարդուն Գրիգորյանին եւ որևէ պաշտոն չզբաղեցնել, բայց այդ պարագայում էլ ես գիտեք ինձ ոչ թե դիտարկեք որպես ինչ որ շահագրգիռ մարդ էստեղ, լավ, դուք կողքից ինչպես եք դիտարկում, երբ որ քայլիստները կողմ են քվեարկում մի տեխնազույին, որը մինչև ընտրությունները մեղադրում էր իշխանություններին իր ընտանիքի անդամների դեմ հալածանքների համար, մեղադրում էր իրենց հողատու լինելու, Հայաստանը կործանման եզրին հասցնելու համար, ու հիմա այդ քայլիստները, գնում են ընտրելու Մարդուն Գրիգորյանին։ Ես իմ կարծիքը չեմ ուզում ասել, լավ, ինչպես է հասարակությունը այս ամեն ինչին վերաբերվում։
Ընդհանրապես այս հարցը։ Դուք ինքներդ որպես լրագրող հեչ հարցում արել եք Գյումրիում, ինչպես են գյումրեցիները վերաբերվում այն հարցին, որ քայլիստների ձայների շնորհիվ Մարդուն Գրիգորյանը դառնա Գյումրու քաղաքապետ։ Սա է խնդիրը։ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը մտահոգություններ է առաջացնում, հիշում են մարդիկ իր իշխանության տարիներին տեղի ունեցածը, կետկրակոցներ, սպանություններ եւ այլն, դուք սա մտահոգիչ համարում եք, թե չէ, Ղուկասյանի վերադարձով, այսպես ասած, կրիմինալը էլի գլուխ բարձրանալու է Գյումրիում, թե ոչ։ Ես ընդհանրապես մտահոգիչ համարում եմ արդյունքները այս ընտրությունների։ Մենպես չէ, որ ես շատ գոհ եմ ընտրությունների արդյունքներից գլոբալ։ Ընդհանուր առմամբ, այդ 37% մոտավորապես ձայնը քայլիստերի դուք համարում եք նորմալ։ Երկիրը Թուրքին նվիրած Դավաճան, Թուրքի բոլոր պահանջները կատարող, Բաքվի առաջ նսեմացող եւ նվաստացող մարդը, որը մեխանիկորեն նսեմացնում եւ նվաստացնում է ողջ հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, այդ մարդը հավաքում է 37% ցայն մոտավորապես, դուք դա նորմալ համարում եք։ Ես ինքս բազմիցս ասել եմ, որ ես Վարդան Ղուկասյանի կողմնակիցը չեմ, բայց այս է իրավիճակը։ Ես ուրիշ մարդու եմ ընտրել։ Բայց հիմա մենք ունենք այս իրավիճակը, ինչ վերաբերվում է կրիմինալի հետ վերադարձին, Վարդան Ղուկասյանի ժամանակվա կրիմինալը պայմանավորված էր այն իշխանությունների հետ, որոնք իրեն պաշտպանում էին։ Եթե հիմա Վարդան Ղուկասյանը գա իշխանության, ենթադրենք, ու լինի կրիմինալ, ուրեմն դրանում Վարդան Ղուկասյանը մեղավոր չէ։ Դրանում մեղավոր են այն օղակները եւ այն իշխանությունը, որը Երևանում է նստած։ Վարդան Ղուկասյանի ժամանակաշրջանի կրիմինալը պաշտպանվում էր գործող իշխանությունների կողմից։ Հələ թող 1-2 անգամ Վարդան Ղուկասյանի շրջապատի կամ ընտանիքի անդամների ենթադրյալ կրիմինալի վերաբերյալ պատեպատ տային այդ ամեն ինչի համար նույն Վարդան Ղուկասյանին կամ նրա շրջապատին երկրորդ անգամ կրիմինալ կլիներ, չէր լինի։ Նախկինների մասին են խոսում, հիմիկվա մասին թող խոսեն, նույն ուրեմն իրավիճակը ամենօրյա ռեժիմով մենք Հայաստանում էլ ենք տեսում, այստեղ կրակեցին, այնտեղ մարդ սպանվեց, այնտեղ չգիտեմ ինչ եղավ։ Տեսեք, դուք թվարկեցիք պարտված Թուրքի առաջ ծնկի եկած, հա, էլ ինչ ասեցիք, չեմ հիշում։ Այդ բանդիմությունը, որ այս իշխանությունից ուզում է օր առաջ ազատվի, այս մի շաբաթ է, համարյա մի շաբաթ է, այդ ինչ չեն կարողանում կիսել, այսպիսի ձեր այդ նկարագրած իշխանությունը ունենալով, էլ ինչ կռիվ են տալիս, որ րոպե առաջ չեն հայտարարում միավորվելու եւ Գյումրիով այսպես, ինչպես ընդդիմադիրներն են ասում, հաղթանակի զարթոնքի մեկնարկը տալու համար։ Սա մտահոգիչ չէ ընդդիմության այս հապաղում։ Իհարկե, եթե ընդդիմությունը ներսից պառակտված է, եթե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը իրար են վիրավորում, անպատվում ու ինչ ասես ասում սոցիալական հարթակներում, ինչ կարելի է սպասել այս ընդդիմությունից։ Իսկ դուք մտածում եք, ես շատ գոհ եմ ընդդիմության վարքագծից, բացարձակ։ Հենց դա է խնդիրը։ Ես պատահական մեր հարցազրույցի սկզբում չասեցի, որ ավելի վերևներով է պայմանավորված այս վիճակը։ Ես լրիվ ձեզ հետ համաձայն եմ, որ պետք է միավորվել եւ թույլ չտալ, որ Գյումրիում իշխանությանը հասնեն ուրեմն Նիկոլը կամ Նիկոլի շնորհիվ ինչ որ մեկը գա իշխանության։ Բայց այստեղ մենք չենք գալիս նրան, որ այս ընդդիմության հենց վերևների Քոչարյան, Սերժ Սարգսյան, այդ զույգի գերնպատակը հեչ էլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չի, որովհետև եթե նման խնդիր լիներ, օր առաջ նախնական արդյունքները հրապարակվելուց անմիջապես հետո կհայտարարվեր իշխանության դեմ ընդդիմադիրների կոալիցիա ձևավորելու մասին։ Այստեղ ընդդիմությունն էլ չի ուզում կարծեք թե այս իշխանությունից գոնե տեղային մասով ձերբազատվի։ Անկեղծ ասած այդ հարցով դիմեք նրանց, որովհետև ես ոչ նրանցից եմ, ոչ էլ նրանցից եմ։ Ես վերլուծության համար եմ դիմում։ Վերլուծության համար նշեմ, որ ես
ձեզ հետ որոշ չափով համաձայն եմ, որովհետև ես ելի եմ կրկնում, Գյումրիում տեղի ունեցած թիմ ընտրությունները դա զուտ Գյումրիի քաղաքապետի կամ Գյումրիի ավագանու ընտրություններ չէին, որովհետև դա փաստել են կոնկրետ քայլիստները։ Ես կրկնում եմ, բացի Նիկոլ Փաշինյանից, բոլորը եղել են Գյումրիում, որով ապացուցել են, որ Գյումրին նրանց համար Ստալինգրադ է։ Ու նրանք պարտվել են։ Հիմա նույն ընդդիմությունը, որը միայն 4 ընդդիմադիր ուժերը 51%-ից ավել ձայն ունեն։ Միայն 4 ընդդիմադիր ուժերը։ Մյուս, ուրեմն 13%-ը, 14%-ը պետք է բաշխվի բոլորի վրա։ Եվ մեխանիկորեն այս չմիանալը, անձնական pedagoganից վեր դասելը եւ այլն այն քաղաքական գործընթացներում չգիտես ինչ մանկալը շահեր մանկալը դա բերելու է վերջում նրան, որ նույն Նիկոլը հասնելու է իր ուզածին, բաժանիր, որ տիրես կարգախոսի համաձայն, իրենք կարող են, ուրեմն երկրորդ անգամ արդահեշտ ընտրություններ կազմակերպել, բայց այդ ժամանակ շատ շատերը նույն ընդդիմությունից 0 ռեյտինգ կստանան իրենց վարքագծի եւ իրենց պահվածքի համար ընտրություններից հետո Գյումրիում շատ-շատերին էլ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կճզմի իր ուզածով եւ լրիվ այլ ձևաչափով կընթանան հաջորդ ընտրությունները եթե Գյումրիում ընդդիմությունը չմիավորվեց ապա ոչ մի լավ բան չի սպասվում ես ելի եմ կրկնում շատ հարազատ գտնելով նույն Մարդուն Գրիգորյանին որ ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ես գտնում եմ, որ Մարդուն Գրիգորյանը շատ մեծ խնդիրներ կունենա, եթե քայլիստները իրեն կողմ քվեարկեն ավագանուն առաջին նիստի ժամանակ եւ կարգեն քաղաքապետ։ Ինքը կպիդագավորվի որպես քայլիստների կողմից Գյումրիում իշխանության բերված մարդ։ Դուք պարոն Գրիգորյանի հետ քննարկում ունեցել եք, ասացիք լավ հարաբերություններ ունեք։ Այս հարցով ոչ, ես պարոն Գրիգորյանին վերջի անգամ տեսել եմ ընտրություններից մի քանի օր առաջ։ Ես ընդհանուր առմամբ գերադասում եմ լավ հարաբերություններ ունենալով մեկտեղ պահպանել իմ անկախ քաղաքագետի ուրեմն կարգավիճակը, որովհետև ես չեմ ուզում, որ ինձ ասոցացվեն սրա նրա հետ։ Ես փորձում եմ օբյեկտիվ վերլուծություններ անել բոլոր ձևաչափերը հաշվի առնելով եւ բոլոր, այսպես ասած, վարիանտները հաշվի առնելով։ Չեք կարծում, որ եթե այդքան կարևոր է ընդդիմության համար, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա, պետք է դիտարկել նաև Վարդան Ղուկասյանի կողմից զիջումների գնալու տարբերակը, բայց նա հերիք չէ, որ ասում է ես եմ շատ հավաքել իմ բոլորը, պետք է համախմբեք, մի հատ էլ արդեն փոխքաղաքապետերի պաշտոնների վրա է կողպեք դրե, ասում է, որ դա էլ է իմը։ Չպետք է նայել արդեն զիջումների գնա, ինչու է օրինակ այսպես ամեն ինչ ճնշումը Մարդուն Գրիգորյանի վրա։ Դե այստեղ խնդիրը հետևյալն էր, որ Վարդան Ղուկասյանը ընտրություններից առաջ իր ուրեմն տարբերակը հայտնեց, թե ինքը ինչպես է պատկերացում համագործակցությունը։ Իհարկե, այս պարագայում նաև Վարդան Ղուկասյանի պահվածքն էլ մաքսիմալիստական, այդքան էլ ընդունելի չէ ինձ համար կոնկրետ եւ շատ շատերի համար։ Բայց եթե անկեղծ եք ուզում իմանաք, ես օրինակ հաշվի առնելով գոյություն ունեցող այս իրավիճակը ավելի լավ կլիներ, որ ոչ Վարդան Ղուկասյանը լիներ քաղաքապետ, ոչ Մարդուն Գրիգորյանը լիներ քաղաքապետ, եթե իրենք իրար հետ չեն կարող միանալ։ Օրինակի համար ես չեմ ասում հենց այդ մարդը, բայց ինչ որ երրորդ ուժ ընդդիմադիրներից, որոնց հետ եւ Մարդուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը լավ հարաբերություններ ունեն, թող նրան առաջ մղեն, եթե իրենք այդքան անտագոնիստական են վերաբերվում մեկը մյուսին, այսինքն չեն կարող մեկը մյուսի հետ ուրեմն համագործակցել, կա այնտեղ եւս երկու ընդդիմադիր ուժեր կան։ Թող նրանցից մեկին դարձնեն քաղաքապետ, իրենց ներկայացուցիչներին տնեն փոխքաղաքապետ։ Փոխքաղաքապետեր, կներեք, երկու փոխքաղաքապետ կա Գյումրիում։ Եվ կառավարեն քաղաքը, այդ տարբերակն էլ կա, բայց արդյոք դրան համաձայն են առաջին երկու հորիզոնականը զբաղեցնող ընդդիմադիր ուժերը։ Ինձ թվում է ոչ։
Ոչ Եվ Վարդան Ղուկասյանը դրան համաձայն, եւ ոչ Մարդուն Գրիգորյանը, ինձ թվում է։ Եվ այս իրավիճակում, որ ընդդիմությունը այսպես հապաղում է, վերջնական որոշումը դեռ անհայտ է, ՔՊ-ն ինչ օգուտներ է ստանում այս իրավիճակից ըստ ձեզ։ Դե մաքսիմալն է հիմա ստանում, նախահանրությունը լրիվ ՔՊ-ին մոռացել է որպես պարտված ուժի, եւ եթե ուշադիր եք սոցիալական հարթակներում տարբեր, լինի դա Facebook, լինի դա TikTok թե Instagram, կոնկրետ ընդդիմադիրները մեկը մյուսին են քլնգում, մեկը մյուսին Թավաջան է անվանում, մեկը մյուսին Նիկոլագան է անվանում, սրանից իհարկե ՔՊ-ն մեծ օգուտներ է ստանում։ Այստեղ խնդիրը հենց դրանում է, որ այս հաբաղումը, այս չարձագանքելը շատ դեպքերում հարցադրումներին բերում է նրան, որ դրանից իհարկե ՔՊ-ն օգուտ է ստանում տեղեկատվական պատերազմի ոլորտում, որովհետև կոնկրետ կռիվը արդեն ընկել է ընդդիմադիրների մեջ։ Մի մասը պահանջում է ինչի չեք պատասխանում, մյուս մասը ասում է լավ է անում, չի պատասխանում, մինչև ամսի 15 ժամանակ ունի, կարևորը որ Գյումրիում ՔՊ քաղաքապետ չպետք է լինի, հա, շատ լավ, բայց այդ ՔՊ քաղաքապետը չպետք է լինի, ում միջոցով է գալու քաղաքապետ։ Բոլորի համար այս հարցն է կարևոր։ Մարտուն Գրիգորյանի կողմ քվեարկելը Վարդան Ղուկասյանին ընկալվելու է կամ ընկալելի լինելու է իր մեկ այլ հայտարարությունից հետո հիշեցնեմ, որ երբ որ նա հմեկի բանավեճից դուրս եկավ, իր աջակիցների հետ հանդիպմանը ասեց ես շատ բան եմ խառնել, ես գիտեմ ինչ պլան եմ, ծրագիր եմ խառնել, ասում է Վարդան Ղուկասյանով իշխանությունը ուզում էր քաղաքը վերցնել, ես դա խառնել եմ, դրա համար ծանր են տանում, դրա համար եղավ տղայի եւ հոր ձերբակալությունները, բա դրանից հետո եթե նա գնում է եւ Վարդան Ղուկասյան է ընտրում եւ հայտարարելով, որ ծրագիր է եղել, ինչը ինքը խառնել է, դա ընկալելի լինելու է։ Անկեղծ ասած, ես այդ հայտարարությունը այդպես չեմ լսել, այդ ֆորմատով, բայց եթե ինքը այդպիսի հայտարարություն է արել, ուրեմն արդեն ինքը թող պատասխան տա իր հայտարարության հիմնավորումների պահով։ Ես կարող եմ ասեմ, որ նույն կերպեր, բայց ավելի մեղմ այն մյուս կողմներն մեղադրում անուններ չտալով, որ իրենք էլ չեն միանալու Սերժ Սարգսյանի թեկնածուներին, ամեն դեպքում ես օրինակ այս պահով կարող եմ նշեմ, որ ասենք իշխանությունների համար կոնկրետ, ասենք, գիտեք ինչպես Վարդան Ղուկասյանը ամենախոցելի ֆիգուրն է, բայց խնդիրը հետևյալն է, որ նույն իշխանությունները չեմ կարծում, որ այս պահին հանդգնեն կոնկրետ Վարդան Ղուկասյանի հետևից ընկնեն եւ նրա ռեյտինգը բարձրացնեն։ Ամեն դեպքում իհարկե ամեն քաղաքական գործչի արտահայտություն հետագայում բումերանգի նման իրեն է հետ վերադառնալու տարբեր ձևաչափերով, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ հիմա մենք ունենք այն, ինչ որ ունենք, եւ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, թե այդ մեկ մարդը ինչ պատասխան է տալու։ Ես չեմ կարող ասեմ հանրությունը ինչպես կարձագանքի Մարդուն Գրիգորյանի ասածին, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է անկեղծ ասած, բայց պետք է պահպանել գոնե բարոյական նորմերը։ Դուք կարծում եք Սերժ Սարգսյանը, որի որոշմամբ Վարդան Ղուկասյանը հեռացել է թե քաղաքապետի պաշտոնից, թե քաղաքականությունից, թույլ է տալու, որ իր կուսակցության դաշինքում գտնվող падգամավորը աջակցի նրան կրկին վերադառնալ քաղաքապետարան։ Գիտեք ինչպես, բերեք էլի եմ կրկնում, քաղաքականության մեջ այդ սարսափելի կարմիր գծերը չկան։ Լավ, եթե Սերժ Սարգսյանը հիմա թույլ չի տալու, որ Վարդան Ղուկասյանը վերադառնա քաղաքապետարան, լավ։ Սերժ Սարգսյանը թույլ է տալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, իսկ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ եթե Գյումրիում քաղաքապետ չընտրվի, երկրորդ ընտրություններ նշանակվեն նոր արդահերթ, ապա այն ինչ որ հիմա կա չի լինելու։
Այդ մեկ երկրորդը Սերժ ինչ է ուզում քայլիստների միջոցով Գյումրիում քաղաքապետ կարգի Մարդուն Գրիգորյանին, որպեսզի Մարդուն Գրիգորյանին պիդագավորե բոլորը։ Փչացնեն Մարդուն Գրիգորյանին, ասեն, «Էս չէ, քայլիստները քվեարկեցին, որ դու քաղաքապետ դառնաս»։ Գիտեք, Մարդուն Գրիգորյանը շատ բարդ իրավիճակում է գտնվում։ Ինքը վադի, շատ վադի եւ սուպեր վադի արանքում է այսպես։ Եվ ինքը այդ բոլորից պետք է ընտրի ամենամեղմը։ Բայց սա իր ընտրությունն է եղել։ Եվ ինքը լինելով քաղաքական գործիչ, շատ լավ պետք է պատկերացներ, ինձ թվում է ինքը լավ էլ պատկերացրել է այս ողջ գործընթացը եւ տարբերակները, որի հետ ինքը առնչություն է ունենալու։ Իսկ եթե լոյալ դիրքավորում է ընտրում, Այսինքն լոյալ ում։ գալիս ենք ավականունիստերին, եթե կարծում ենք, որ իսկապես քաղաքի շահից է բխում, կապ չունի ում նախագիծն է, կողմ են քվեարկում, փակ գաղտնի քվեարկություն է, ավականու կազմին թողել ենք իրենց խղճին, ինչպես կուզեն կքվեարկեն, այսպիսի դիրքավորում եթե բանանի, օրինակ քաղաքապետի ընտրության ժամանակ ասեն փակ գաղտնի քվեարկություն է, ժողովրդավարություն է, թողել ենք իրենց կամքին ու խղճին։ Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, ինչքան էլ որ լոյալություն ցույց տան, վերջնարդյունքը կերևա։ Կոնկրետ Մարդուն Գրիգորյանից պահանջվում է X քանակությամբ ձայն, որ այդ ուրեմն Վարդան Ղուկասյանը ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Նույնն էլ ՔՊ-ից է պահանջում X քանակությամբ ձայն, որպեսզի Մարդուն Գրիգորյանը ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Ես չգիտեմ, եթե Մարդուն Գրիգորյանը տնի Ռուբեն Մխիթարյանի 3 ավագանին եւ Կարեն Սիմոնյանի ավագանիները ինչ դիրքորոշում են հայտնելու, բայց խնդիրը հետեւյալն է, որ վերջնարդյունքում ոչ ոք միամիտ ու հիմար չէ, բոլորն կհասկանան, որ Մարդուն Գրիգորյանը այսքան ձայն ստացել է ՔՊ-ից, Վարդան Ղուկասյանն էլ այսքան ձայն ստացել է Մարդուն Գրիգորյանից։ Ես տարբերակները նշեցի։ Այնպես որ այդ ազատ քվեարկելը, հա, թող ասեն ազատ քվեարկել, բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այդտեղ ազատ քվեարկություն չկա։ Դե պարզապես ինչքանով է օրինակ ճիշտ ակնկալել Մարդուն Գրիգորյանից քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին, հաշվի առնելով, որ Ղուկասյանները կրակել են այդ մարդու մերձավորների վրա։ Ես էլի եմ կրկնում, շատ դժվար է, շատ դժվար է։ Նույն Մարդուն Գրիգորյանը ինքն է վերջնարդյունքում որոշելու, թե ինքը ինչպես է այս իրավիճակից դուրս գալու, բայց խնդիրը հետեւյալն է, որ հանրությանը դա բացարձակ չի հետաքրքրում։ Իր անձնական ինքը չպետք է մտցնի պետական շահերի մեջ։ Ես էլ եմ կրկնում, սա Գյումրու քաղաքապետի ընտրություններ չէին։ Սա շատ կարևոր գործընթաց էր։ Եվ եթե Մարդուն Գրիգորյանը մտել է այս գործընթացի մեջ, ինքը շատ լավ պետք է պատկերացներ, որ այսպիսի հարցեր կա։ Ես ինքս որպես մարդ ամբողջությամբ Մարդուն Գրիգորյանի վիճակի մեջ մտնում եմ եւ պատկերացնում եմ, բայց խնդիրը հետեւյալն է, որ երբ որ ինքը մասնակցում էր, ինքը պետք է հասկանար, որ այսպիսի իրավիճակներ են լինելու։ Իսկ հանրության լայն շերտերին Մարդուն Գրիգորյանի անձնական խնդիրները Վարդան Ղուկասյանի հետ բացարձակ չի հետաքրքրում։ Ինքը սա էլ պետք է հասկանա։ Գիտեք, ես շփվում եմ շատ մարդկանց հետ եւ ես նաեւ նրանց կարծիքն եմ այստեղ ներկայացնում։ Շատ մարդիկ ասում են, մեզ ինչ իրանց խնդիրները։ Հասկանում եք, չէ՞, բարի բուն իմաստով։ Հանրության լայն շերտերին դա չի հետաքրքրում։ Այո, ես ամբողջությամբ հասկանում եմ ձեր ասածը եւ իհարկե հասկանում եմ նաեւ Մարդուն Գրիգորյանի վիճակը։ Բայց դա գիտեք, փաթաթել հանրության վզին ասել
Գիտեք, այս գործընթացում ես չեմ կարող ընտրել, որովհետև այ 13 տարի առաջ այսպիսի բան է տեղի ունեցել եւ այլ 12 տարի առաջ այսպիսի բան է տեղի ունեցել։ Այդ նույն մարդիկ կասեն մեզ ինչ։ Բա ինչի մտար գործընթացի մեջ։ Դու լավ գիտեիր, որ այդ խնդիրը առաջանալու է։ Լավ, տեսեք, Գյումրին ունենում է ընդդիմադիր քաղաքապետ։ Ընդդիմությունը Գյումրիում կարողանում է համախմբվել եւ իշխանության ԿՊ-ի ձեռքից իշխանությունը վերցնել։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը դեպի իշխանափոխության։ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետը Գյումրիում ընդդիմադիր ուժերից կազմված իշխանություն ունենալը, հա, այսպես ձևակերպեմ, ինչպես է նպաստելու համապետական մակարդակով իշխանափոխության։ Գիտեք, ընդդիմության հաղթանակը Գյումրիում բացարձակ պարտադիր չէ, որ լինի միասնական։ Ես էլ եմ կրկնում, տարբեր տարբերակներով կարելի է պատկերացնել Գյումրիում իշխանությունը ընդդիմության ձեռքը տալը։ Բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ նույն քաղաքական ուժերը բացարձակ պարտադիր չէ, որ նույն համապետական ընտրությունների ժամանակ միասնական հանդես գան։ Ես գիտեք, այդ տեսակետը, որ Վարդան Ղուկասյանին իշխանության բերելը դա շատ մեծ վտանգ է, Վարդան Ղուկասյանին իշխանության բերել էլ պետք չէ։ Վարդան Ղուկասյանը արդեն դուրս է ելել այն ուրեմն լամպից, որի մեջ ինքը պարփակված էր այսքան տարի, որովհետև իր ձայները արդեն հետաքրքրում են համապատասխան ուժերին։ Ինքը քաղաքապետ լինի թե չլինի, ինքը իր տեղը արդեն որպես հետաքրքրություն արդեն զբաղեցրել է, նույնն էլ Մարդուն Գրիգորյանը։ Գյումրիի նման փոքր քաղաքում մոտ 7000 ցենտ անելը դա փոքր թիվ չէ, հատկապես վերջին համապետական ընտրությունների ժամանակ, երբ որ մարդիկ ասենք 1500, 1300 ձայնով ռեյտինգային ցուցակով падգամավոր էին դառնում։ Հետագայում իհարկե ռեյտինգայինից հետո եկավ այս համապետականը, բայց ամեն դեպքում խնդիրը նրանում է, որ կոնկրետ Վարդան Ղուկասյանի անունը որ տալիս են, որ վայ եկավ իշխանության էսկանեն, քանի ինքը արդեն այդ բանից դուրս է եկել։ Ինքը արդեն մասնակցելով ընտրություններին եւ այսքան ցենս ստանալով, արդեն իրենով հետաքրքրվող մարդկանց մոտ արդեն հետաքրքրություն եւ շարժ է առաջացրել։ Դա կեղծ թեզ է, որ իշխանություն չտանք։ 2026 թվականին ով որ պետք է նրա վրա կոպիտ ասած ստավկեն կանի։ Եվ ինքը էլի ցեն է բերելու։ Նույնն էլ Մարդուն Գրիգորյանի վրա, որովհետև իրանք ուժ էին իրենցից ներկայացնում։ Նորություն էին բոլորի համար Մխիթարյան Ռուբենը, որ դե շրնդալից մտավ եւ մոտ 8% ցայն տարավ։ Այնպես որ այդ պահը թե 26 թվականի համապետական ընտրություններին այս միասնական Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր տեխնատում ինքը ոչ մեկին էլ չի միավորելու, բոլորն էլ դա շատ լավ գիտեն։ Եվ եթե Մարդուն Գրիգորյանը կողմել քվեարկի, այսինքն իրավականները կողմել քվեարկեն, դա Մարդուն Գրիգորյանը անելու է ընդամենը իր անունը որպես ընդդիմադիրի բարձր պահելու համար։ Խնդիրը նրանում է, որ 26 թվականին բոլոր ուժերը ընդդիմադիր կրկին առանձին են ելույթ ունենալու եւ փորձելու են կրկին առանձին ձայներ բերելով իրենց հարազատ կուսակցություններին հեռացնեն քայլիստներին իշխանությունից։ Շնորհակալություն, պարոն Համբարյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։